Վերնատուն Հանրային ռադիոյի ուղիղ եթերում Վերնատունն է, ես Նազել Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիո լսողներ, Հանրային ռադիոյի կայքեջում ու նաև Facebook-յան հարթակում մեզ դիտողներ։ Ժամանակակից արվեստի թանգարանում այս օրերին ընթանում է ընկերներ խորագրով ցուցահանդեսը, նվիրված արվեստագետ Արման Գրիգորյանին։ Ցուցահանդեսում ներկայացված են բացառիկ նմուշներ Թաթուլ Առաքյանի հավաքածուներից եւ որոշ գործեր նաև ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուից։ Այսօր իմ զրուցակիցը կոլեկցիոներ Թաթուլ Առաքյանն է, ում այս պահին սիրով ողջունում եմ մեր տաղավարում, ողջույն, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Ողջույն, Նազել ջան։ Թաթուլ Առաքյանը սիրելի ռադիո լսողներ 90-ականների հայաստանյան ոչ դյուրին ու ճգնաժամային տարիներին նորարարական ու ռադիկալ ժամանակակից արվեստի առաջին գնորդներից ու կոլեկցիոներներից է, ու մենք շատ բան ունենք իր հետ այսօր խոսելու, քննարկելու։ Նախ սկսենք ցուցահանդեսից։ Ցուցահանդեսի գաղափարը ինչպես եկավ եւ ինչ է ցուցադրված։ Առաջարկությունը եղավ ժամանակակից արվեստի թանգարանի կողմից։ Մի քանի տարբերակներ կային։ Դե մեր ռադիոլսողները երևի չգիտեն, անցած տարի մայիսին մահացավ Արման Գրիգորյանը։ Եվ իրեն նվիրված ցուցահանդես կամ անհատական կամ ինչ որ բան, որը որոշեցի Արման Գրիգորյանի ժամանակաշրջանը իր այդ գործնեության ցաղկման հայտնիության ժամանակաշրջանն ու իր շրջապատը ներկայացնել։ Հավերժացնել, այսպես ասած։ Ավելի բաներ այդ այն ժամանակ 80-ականների երկրորդ կեսի եւ 90-ականների սկզբի շունչը։ Ինչով էր ապրում հայ ժամանակակից արվեստը։ Ինչ էր իրենից ներկայացնում այդ ժամանակակից արվեստը, ինչ էր այն հեղափոխական, որը միջև հիմա էլ երբ նայում ես, էլի հեղափոխական է։ Իսկ ընդհանրապես ինչպես սկսվեց ձեր ծանոթությունը Արման Գրիգորյանի հետ եւ ինչ դեր է ունեցել առհասարակ ձեր որպես կոլեկցիոների ճաշակի ձևավորման գործում իր հետ այդպես շփումները, եթե իհարկե եղել են ազդեցություններ։ Արման Գրիգորյանին ծանոթացել եմ 86-87 թվերին, ինքը շատ ավելի այդ ինֆորմացված, կարտացած էր, քան ես։ Փիլիսոփայություն, այդ արվեստի պատմություն 87-ից երբ ես արվեստաբանական էի ընդունվել, իր հետ շատ էի շփվում։ Իհարկե շատ ավելին գիտեր, ինքը այս միջավայրում ծնված 70-ականներից այդ արվեստի միջավայրում էր եւ ամեն ինչ գիտեր Հայաստանի մասին։ Արվեստի եւ ոչ արվեստային, չէ՞։ Ես այդ ժամանակ իմ համար այդ ամենակարևորագույն ուղղությունը համարում էի աբստրակցիոնիզմը, որը սովետական իրականության արվեստի մշակույթի մեջ չընդունված հակազդելու միակ միջոցն էր։ Բայց Արմանը իր նկարչությամբ այդ ցույց տվեց, որ չէ, այս երկիրը քանդելու միակ ուղիղ ճանապարհը իր հետ երկխոսելու, մարդկանց հետ երկխոսելու ճանապարհն է։ Ոչ թե միայն քո ներսին այդ արտահայտած միտքը դու քո համար նկարես, այլ պետք է անպայման խոսես։ Երկիրը խորհրդային միությունը նկատի ունեի քանդելու։ Այդ տես Արմանը մարդկանց հետ շփվելուց, ընկերների հետ շփվելուց դրուկ բառներ օգտագործում։ Տավարիշ հայերեն թարգմանած ընկերը ասում է, եթե ընկեր ասեմ սովետական է ընկերը, եթե սովետական է չլինի, դաշնակցական է, ու խուսափում էր այդ բառից։ Դրա համար այդ ընկերներ բառը այնտեղ մի փոքր այդ սխալ եղավ, ես պրապել էի թողել ընկերները առանձին։ Պլակատ տպագրությունը այդ որոշեց, որ երևի սխալվել եմ, նորից միացրել էր։ Իսկ ընկերները միասին եթե լիներ, դա ինչ որ խորհրդային ընկերների մասին բան կտար։ Չէ, ընկերներ անդեմ է, այդ ընկերներով, ընկերները, Արմանը եւ ընկերները կարելի է բացել, բայց թե ինչև է այդ
ժամանակաշրջանը այդ իմ կոլեկցիան էլ դրանով է առանձնահատուկ, որ միայն իմ կոլեկցիայով կարող եմ 80-ականների երկրորդ կեսի եւ 90-ականների առաջ կեսի հեղափոխական ամբողջ արվեստը ներկայացնել։ Այո։ Արվեստային շարժումը, չէ, այդ Հա, ժամանակների։ այդ հեղափոխականն է ասում, որովհետեւ մեր հասարակության համար շոկային էր այն ինչ որ տեսնում էին։ Ամեն ինչ ասում էին։ Անսովոր, այո։ Դա նկարչություն չի։ Իսկ ինչպես ստացվեց, որ 90-ականների այդ ճգնաժամային տարիներին դուք տեսաք ու կարևորեցիք այդ արվեստը, որը պաշտոնական թանգարանները եւ ասենք ինստիտուտները դեռ ոչ պատրաստ էին ընդունելու, ոչ էլ առավել եւս արխիվացնելու։ Դե նկարչությունից մի քիչ հասկանում եմ եւ տեսնում եմ ինչքան տաղանդավոր մեր ընկերներ կային, ասենք այդ Ալապոպ Արտուղյանը, Արման Գրիգորյանը, Արա Հովսեփյանը, ոնց կարա այդ չնկատեի։ Սահակ Պողոսյանը, Արմեն Գևորգյանցը, նրանք հանճարեղ տղեկ են, տաղանդավոր։ Կապ չուներ ինչ էին անում, ինչի կպնում էին այդ տաղանդավոր էին։ Արա Հովսեփյանին ինչքան ասես կարայի։ Արմանը ժամանակի այն ոնց որ ասում են այդ բաններ, վավերագրողներ։ Մի քայլ առաջ ինքը այդ կանխազգում էր, կանխատեսում էր։ Իսկ եթե հիշենք այդ ժամանակներում օրինակ ինչպիսի վերաբերմունք կար ձեր արած գործին, ամեն դեպքում այն ժամանակներն էր, որ իսկապես ճգնաժամ էր ապրում երկիրը եւ ընդհանրապես փող չկար, այսպես ասած, մարդիկ գումարը ավելի շատ գոյատևման համար էին, այսպես ներդրում անում, քան արվեստի, այն էլ այդ տեսակ արվեստի։ Ես հիշում եմ մեր նախնական զրույցի ժամանակ դուք հիշեցիք Իգիթյանի նույնիսկ վերաբերմունքը այդ արվեստին, որ Իգիթյանը հայտնի էր եւ որպես ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադիր եւ շատ հայտնի կոլեկցիոներ նաեւ։ Կոլեկցիան այդ 2 տարի հետո էր, թե 3 տարի հետո արդեն ինքը այդ կոլեկցիայից հեղինակներից գործեր այդ ձեռք բերեց կամ ստացավ։ Ոնց ասեմ։ Ես հիացած եմ այդ մեր նկարիչներով։ Բացի այդ էլ այդ ժամանակ արդեն որոշ այդ գործեր այդ նվիրել էին ընկերները։ Ունեի մի փոքրիկ հավաքածու արդեն այդ մեր ընկերների նվիրած գործերով եւ երբ հնարավորությունը ստեղծվեց այդ մութն ու սովը մարդուց է գալիս այդ կոլեկցիոները մի քիչ հիվանդության նման մի բան է եթե դու որոշեցիր որ ինչ որ բան դուրը եկավ միջոց գտնես անպայման ձեռք բերելու կապ չունի կարող է վաղը սոված մնաս Իմ դեպքը մի քիչ տարբեր է խոշոր կոլեկցիոներներից, որոնք մեծ բիզնեսմեններ են ու մեծ այդ կարողության տեր։ Ես մի քիչ կարող եւ ախմախություն է արած։ Այսքան տարիներ հետո ենք, հա, 35 տարի դրան գալիս։ Այսօրվա տարածությունից երբ հետ եմ նայում 30-ամյա թաթուլով ես հիացած եմ։ Շատ լավ։ Եթե նայենք ընկերներ ցուցահանդեսում ներկայացված հավաքածուն, նախ քանի գործ է ներկայացված եւ կարող ենք խոսել հենց ամենանշանակալի գործի, որը ձեզ համար կարեւոր է ու ինչ որ իմաստով դուք պարտանում եք, որ այդ գործը ձերն է։ Ոսեք։ Ցուցահանդեսը քանակը չգիտեմ կախվել է այնքան ինչքան որ պետք էր ոչ ավել ոչ պակաս չնայած եթե պետք լիներ մի 3 անգամ ավել կկախեի գործեր դա չէր խնդիրը այդպեսի մի գործ չկա որ ասեմ սրանից ենքում աշխարհ չկա եթե նկատել ես ես միջավայրն եմ ներկայացրել ու ինձ դիտողություններ շատ էին գալիս թե ինչու անազգաններ չկան Կարծեմ դու էլ այդ ներկա եղար ոնց են բողոքում նույնիսկ հանդիմանում որ անուն ազգանուն չկա ոնց իմանանք ում գործն է բան այդ իրենց խնդիրն է
Ես միջավայրն եմ ներկայացրել, թե ինչպիսին էր այդ 80-ականների երկրորդ կես 90-ականներ Արմանը եւ իր միջավայրը։ Ամենաակտիվը իհարկե Արմանն էր։ Արմանը Ալապոպարտ ուղղությանը քեքին աբստրակցիոնիստների մարդ մտնելուց պետք է զգար այդ շունչը։ Բացի զգալուց ինքը պետք է խոսք չլներ ինչի մաս այդ բանը ով է սա, ով է։ Ինքը ընդհանուր մեկ զգացողությամբ պետք է դուրս գար տեղից։ Իսկ նա ով այդ ժամանակը ապրել էր, ինքը պետք է հիշողությունների մեջ իններ 35-40 տարի առաջվա։ Դրա համար անհասկանալիներ այնտեղ երկրորդական էր։ Իդեպ ձեր տեքստում կարդացի, որ դուք նույնպես այդ մասին խոսել եք, գրել, որ Արման Գրիգորյանը եւ հատկապես շեշտել էիք, որ Արման Գրիգորյանը իր ցուցահանդեսները սովորաբար իր ընկերների հետ էր անում, կազմակերպում, եթե ունենում էր ցուցադրություն, իր գործերի անպայման իր ժամանակակիցների, իր մտերիմների գործերը նույնպես այդտեղ ներառված էին։ Դե մտերիմ այդպես չի կարելի ասել, որովհետեւ ինքը մի քիչ համախոհների գուցե արվեստի համախոհների։ Մտերիմը ուրիշ բան է, որովհետեւ այս արվեստում իմ մոդել Արման Գրիգորյանի մոդել քավորսաներություն չկա։ Մաքուր արվեստն է։ Եթե դուք կիսում եք նույն արվեստային գաղափարները եւ նույն արվեստի միջավայրից եք, այդ համախոհն է, ընկերն է։ Շատ լավ համախոհներ թող լինի։ Արմանը բոլոր ցուցահանդեսներն էլ եթե ուշադրություն դարձնես ոնց որ իրեն շրջապատեր այդ իր համախոհներով ավելի խոսքը դե այդ այն ժամանակներն էր որ մենակով դու չէիր կարող ոչինչ հասցնել տեղ խմբեր են կազմում մեր համար չի միայն այդ ամբողջ աշխարհում էլ այդպես է խմբեր են կազմում որովհետեւ խոսքը ավելի հասանելի դարձնեն համոզիչ նույնն էլ Արմանն էր խումբը ստեղծվեց 87 թվականի 3-րդ հարկը 3-րդ հարկում այդ արդեն երրորդին զտվեց արդեն ավելի մաքուր տարավ դենց ինքը իրեն շրջապատեց ընկերների միջոցով ինքը հասցրեց այդ բանին որ մարդիկ երրորդ ցուցահանդեսից հետո արդեն համակերպվել էին այդ մտքի հետ որ այդ աշխարհում էլ է արվեստը կա ինչու եւ ոչ եւ Հայաստանում Իսկ հետաքրքիր է թե ինչպիսին էր այդ տարիներին նկարիչ կոլեկցիոներ փոխհարաբերությունները ես հիշում եմ դուք ասացիք որ շատ կարեւոր է որպիսի գումար ներդրվի յուրաքանչյուր արվեստի գործի համար որպիսի իր արժեքը ավելի այսպես շեշտա ես մի համոզմունք ունեի առաջ այդ ցուցահանդես կազմակերպողները վերցնում տանում են եթե վաճառում են այդ նկարը պետք է իմը լիներ որպեսզի ես կախվածություն չունենայի նկարիչից նկարիչները մեր դե սուղ ժամանակներ են եւ իրենց շատ էր պետք որ անպայման վաճառվեր չհանդիմանային ինչի չես վաճառել ինչի ես գնով չես տվել բայց ամեն դեպքում նվիրատվություններ նույնպես լինում էին Ձեզ նվերներ նույնպես իհարկե ես նվերներ ունեի եւ այդ նկարները ես գնելուց հետո իրենց ասեցի որ ես ձեզ պարտական չեմ բայց պատասխանատվություն ունեմ ձեր գործերի հանդեպ որը եւ մինչեւ հիմա տանում եմ Իսկ կար իսկապես այդ նկարիչ կոլեկցիոներ այդ լիարժեք փոխհարաբերությունը թե էլի ինչ որ շատ ընկերական կամ ներքին պայմանավորվածության խնդիրներ են եղել Չէ, նա մինչև հիմա էլ նախ այդ բաները չի կայացած կոլեկցիոների այդ մեր ինստիտուտը։ Իհարկե Հայաստանում Այսինքն այդ ֆինանսական գործարք որպես այդպիսին։ Ես հենց սկսվից էլ այդ պրոֆեսիոնալ հիմքի վրա այդ պայմանագրով գումարը ֆիքսված մինչև հիմա էլ կա։ Մեր մոտ մինչև հիմա չի կայացած այդ ինստիտուտ չհամարենք էլ այդ կոլեկցիոներներ, ասենք ին վրա մեծ ազդեցություն թողեց Շոնբերգի հավաքածուն, որ 60-ականների ինտելեկտուալների ամբողջ այդ
կորիզը ինքը հավաքել էր։ Մոսկվայում էլ բերեցին, ցուցադրեցին։ Հիացած էի։ Նման կոլեկցիոներներ Ամերիկայում Լեո Կաստելն, pop art ամերիկյան լրիվ ինքը ոչ միայն գնում էր, այլ նաև այդ հանրահրճակում ամբողջ աշխարհ պատտվել է։ Կան լիքը դենց այդ Լյուդվիկը Գերմանիայում ֆանտաստիկա։ Այնպես մի հատ հավաքածու ունի, որ թվում է թե այնքան չկա էլի։ Իսկ ի՞նչն է խանգարում մեզ զարգացնելու այդ ինստիտուտը։ Մեզ զարգացնելու համար մեր մեծահարուստները գոնե մի փոքր պիտի բան ունենան էլի այդ արվեստի հանդեպ վերաբերմունք ունեն։ Վերաբերմունք չէ, գիտելիքներ։ Գիտելիք, սիրեն արվեստը։ Այո։ Ոչ թե համեմատեն էս գնին էս բանը կարայի առնեի, այլ նույնիսկ միլիոները մեծ գումարների տերը էլի այդ համատն, այդ գնին կարանք էս մեբել առնենք, չգիտեմ։ Շատ դժվար է, Հայաստանում դժվար է, հələ շատ շուտ է, որ Հայաստանում այդ խոշոր կոլեկցիոներներ հայտնի կան։ Իսկ այսօր ձեր կարծիքով հայկական ավանգարդը ու ժամանակակից արվեստը ինչ որ իմաստով ստացել է իր արժանի գնահատականը մեր օրերում։ Տեսեք, ես 35 տարի 35 տարի գալերիայի բացման օրվանից աբստրակցիոնիզմը անընդհատ ցուցադրում եմ։ Եվ համարում եմ, որ բանը այդ բառը ոնց էր։ Ասեք ես ձեզ Համիրավի ինքը բան է Լուսանսկային է էլի միշտ։ Ոնց որ սովետում էր, այդպես էլ 90-ականների, 90-ականների սկզբներին էլ դեռ ինքը չէր ընկալվում։ Հա, դրսից գալիս են շատ լավ նկարիչներ են բան, բայց նկարներ էին առնում։ Նկարիչը էլի ստվերում էր մնում։ Ես անընդհատ այդ նկարիչներն էի ուզում էի ցույց տալ, որ նկարիչը ավելի կարևոր է, քան իր արած նկարը։ Շատ լավ, իսկ այսօր կա այդ վերաբերմունքը այդ արվեստի հանդեպ։ Հիմա եթե մենք 90-ականներին ասում ենք, որ շատերը ընդհանրապես եւ արվեստասերների միջավայրում եւ նույնիսկ արվեստագետների միջավայրում չէին կարողանում ընկալել ավանգարդը կամ ժամանակակից արվեստը կամ թեկուզ աբստրակցիան, այսօր ինչ որ բան փոխվել է։ Հայաստանը նման էր սև խոռոչի։ Ինչ անում ենք, արձագանք չէր գտնում ու նորից էր ոնց որ անելու, անընդհատ նորը անելու, անընդհատ նորը։ Այսինքն զրույց սկսելու իմաստով։ Հա, այդ ոնց որ ամեն օր արթնանում ես ու ասում ես ոչինչ չի փոխվել։ Նորից էլ պետք է կրկնես։ Հա, անընդհատ ինչ որ բաներ կրկնում ես, անընդհատ ինչ որ բաներ, հա, ինչ որ առանձին հեղինակներ ունեն հաջողություններ վաճառում են, կան դրսից այդ ներսում էլ մի քանիսը կային, որոնք ձեռք են բերել գործեր, բայց գործեր, այդ դա ոնց որ այդ կահույքի մի մասը իրենց համար։ Այո։ Բայց որ այնպեսի գնորդներ լինեն, որոնք այդ նպատակաուղղված հեղինակին գնահատեն, ոչ թե սիրուն նկար իրենց այդ կահույքին իրենց ինտերիերի համար, այո։ Հույս ունեմ, որ ինչ որ կգա ժամանակ, որ հետո մինչև շուկան չկարգավորվի, Հայաստանում շուկա այդպես ինչ չկա։ Ամեն մեկը ինչ վաճառում է, հետո նորից պետք է մյուս գնորդին ապացուցի, որ ես այս գնով վաճառել եմ։ Այո։ Գիտես, այս իմ նկարների արժեքը, բան, այդ ապացուցելու խնդիր ունի։ Դրա համար զրույց է միշտ սկսվում։ Եթե օրինակ պետությունը նախաձեռնի ժամանակակից արվեստի մեծ թանգարան ստեղծելու կամ ցուցասրահ ստեղծելու եւ դիմի ձեզ Եթե այդպեսի թանգարան ստեղծի, այո, դիմի ձեզ այդ գործերը գնելու գուցե ձեզնից։ Եթե ես նույնիսկ կնվիրեմ։
որովհետև ես ափսոսում եմ ամեն մի նկարը, երբ առաջարկություններ լինում, ասում եմ ես Հայաստանը կաղկատանա, եթե այս գործը դուրս գա։ Եթե այդ ժամանակաշրջանը ցուցադրելու լինեն ու այս գործը չլինի, 35 տարի պահել եմ։ Բոլոր առաջարկությունները մերժել եմ։ Իսկ եթե այդպես մեր իշխանությունները ծրագիր լինի, այո, այդպեսի այդքան առաջ գնան, որ ժամանակակից արվեստի մաքուր, ոչ թե մոդեռն թանգարան, այլ ժամանակակից արվեստի թանգարան ստեղծեն, իհարկե կնվիրեմ գործեր։ Ի վերջո այդ ժամանակաշրջանի գնահատականը ոչ միայն նրանով է պայմանավորված, որ օրինակ լինեն ցուցասրահներ, որտեղ որ ցուցադրվի այդ ամեն ինչը, այլ նաև դրա մասին խոսվի, տեքստեր գրվի, կան արդյոք այդպես տեքստեր կամ հետազոտություններ, որ հենց այդ ժամանակը գոնե ինչ որ իմաստով ամփոփել են, ներկայացրել են։ Նազարեթը հիմա մեծ նախագիծ է վերցրել, որ գալերիաների եւ արվեստի պատմության մեծ անթոլոգիա է գրում։ Հուսով եմ, որ ինքը կհասցնի վերջ դրան էլի։ Հա, դա կլինի իսկապես այդ ամբողջ անցած վերջի այդ ժամանակաշրջանի մասին, ժամանակաշրջանը ինքը եթե ներկայացնի դա է։ Իսկ ինչպես եք դուք, ես գիտեմ, որ դուք շուրջ 400 գործ առնվազն ունեք, չէ՞, այդպես ձեր ամբողջ հավաքածուում, ո՞նց եք պահում դրանք, ինչպես, ինչ պայմաններում եւ ինչքան հաճախ եք նախաձեռնում դրանց ցուցադրությանը կամ հանրությանը ներկայացնելուն։ Քանի դեռ գալերին կար, այդ պահելու խնդիր չուներ։ Երբ գալերին որպես տարածք այդ բանը խավ, փակվեց, նկատեցիր ինչ չափերի նկարներ էին։ Ափսոս գալիս է, որ դրանք այդ փաթեթավորված պահենց։ Դրա համար այդ մեր ընկերը Ինեկոբանկը առաջարկեց իրենց մոտ կախել, որը ես ուրախությամբ ընդունեցի։ Հիմա Ինեկոբանկում այդ բոլոր մեծ չափերի գործերը կախված են։ Որոշակի չափի գործեր, չգիտեմ քանի հատ, բայց դե կախված են։ Եթե վերադառնանք Արման Գրիգորյանի գործերին, որ բացառիկ գործն է, որը լավագույնս բնորոշում է Արման Գրիգորյանին ձեր կարծիքով եւ կառանձնացնեիք իր ողջ գործերից ու նաև ինչ որ իմաստով նաև ձեզ հետ շփման ու փոխհարաբերության կամ ընկերության ինչ որ մասին է խոսում։ Ես չէի առանձնացնի մի գործ, որը բոլոր գործերն էլ այդ Արմանին գիտեցող կամ էլ մի քիչ արվեստ հասկացողը միանգամից կնկատի, որ դա Արմանի գործն է։ Չէի առանձնացնի, որովհետև ամեն մեկը լրացնում է, ամեն մեկը իր ժամանակաշրջանի, իր ժամանակի այդ արտացոլանքն է կամ առաջ իրենից։ Արմանի գործերը մի քիչ ավելի խորը, եթե բան ես անում, իհարկե քո վրա ազդեցություն թողնում է։ Ստիպում է խոսելու իր գործը, եթե ստիպում է քեզ խոսել, դա արդեն արվեստագետի համար մեծ նվաճում է։ Իսկ Արմանը սիրում էր եւ ինքն էր խոսում եւ իր գործերը։ Ինքը բանավոր խոսքի մեծ վարպետ էր։ Այո, տարբերություն ինձ։ Այո, մենք շատ երկար ենք հենց այստեղ էս տաղավարում իր հետ խոսել արվեստից, տարբեր ցուցահանդեսներից եւ այլն։ Ես նույնպես իր հետ կապված շատ հետաքրքիր հիշողություններ ունեմ։ Ի վերջո, եթե փորձենք այսպես ամփոփել նաև մեր զրույցը, օրինակ այսօր գուցե կան շատերը, որոնք սկսնակ կոլեկցիոներներ են եւ ովքեր ցանկանում են ինչ որ ձևով ներդրում անել ժամանակակից արվեստում, օրինակ ինչից պետք է իրենք սկսեն, բացի այն, որ իրենք օրինակ պիտի սիրեն արվեստը եւ փող ունենան։ Դե մի քիչ խենթ պետք է լինեն։ Չմտածեն, որ ներդրածը վաղը կարող է տասնապատիկ հետ բերի։
սիրեն իրենց գործը, բայց երբ սկսեցին նկար առնել, դա շատ վտանգավոր բան է։ Զգուշացնում եմ։ Ես ընդամենը մի քանի գործից եմ սկսել ու արդեն 400-ի է հասել, Իսկ ինչ իմաստով վտանգավոր։ որովհետև էլ դժվար է կանգնել։ Լավ ստեղծագործություն, լավ գործ տեսնելուց դժվար կողքով անցնել։ Իսկ հիմա ձեր հավաքածուն համալրվում է, շարունակվում է համալրվել նոր անուններով։ Ցավոք, այո։ Ցավոք, ինչու ցավոք, որովհետև հաստորեն դեռ կանգ չեք առել Դե օրինակ կինս 90-ականներից։ Կարինեն այդ մի 20 տարի առաջ ասում էր էլի նկար, հիմա արդեն 20 տարի է չի ասում։ Ասում է, լավն է, շատ լավն է։ Թաթուլ, իսկ կան այսօր երիտասարդ նոր սերնդի ստեղծագործողներ, որոնք իսկապես ձեր ուշադրության կենտրոնում են եւ շատ գնահատում եք իրենց եւ գուցե արդեն իրենցից նոր ձեր հավաքածուն համալրել եք իրենց գործերով։ Իհարկե կան լավ հեղինակներ, լավ նկարիչներ, անուններ չտամ, բայց Ինչու անուններ չեք տալիս։ Տվեք մենք էլ կիմանանք։ Ձեր նախասիրած արվեստագետներին, որոնք դուք ունեք այդ գործերից։ Կոլեկցիայի հետ իրենց չեմ ցուցադրում։ Դրա համար անուններ տալը կան հեղինակներ, որոնք ինձ նվիրել են գործեր։ Իսկապես ես սիրում եմ իրենց, բայց չեմ ցուցադրում։ Ոչ թե իրենք վատն են, լավն են։ Ուղղակի այդպես։ Իսկ եթե օրինակ կոլեկցիոներ չլինեիք, կլինեիք այն արվեստագետը, ում օրինակի համար հավաքել եք, ում գործերը օրինակ հավաքել եք, հենց նույն ոճի մեջ կստեղծագործեիք։ Ես մինչև այդ կոլեկցիան հավաքելը հիմնականում աբստրակցիոնիստներ իմ համար գերագույն ուղղությունը։ Իմ համար 80 թվականին, երբ Վիգեն Թադևոսյանի աբստրակցիան տեսա, Կարունի ամսագրի այդ բանը առաջ էջին, այդ եղավ իմ համար այդ շրջադարձային։ Մինչև այս բանը Արմանի հետ իշքան էլ որ շփվում է 2, 3, 4 տարի շփվելուց էլ մեկը ես համարում եի աբստրակցիան դա ամենաբարձրագույն արվեստն է։ Բայց երբ կոլեկցիայի հավաքում համարեցի որ բան արտար չի առանց Արմանի, Արա Հովսեփյանի, Սահակ Պողոսյանի, մյուսների ժամանակաշրջան չես կարող ներկայացնես։ Աբստրակտ նկարիչները իհարկե իմ համար կարևոր էին, բայց եւ իրենք էլ էին հավասար իմ համար կարևոր, շատ կարևոր։ Կարելի է ասել, որ այդ հեղափոխությունը իրենց արվեստով ավելի շատ ստացվեց, քան թե աբստրակցիոնիստների։ Իսկ օրինակ այս ցուցահանդեսը հնարավոր համարում եք նաև օրինակ մարզերում ներկայացնելու կամ գուցե արտերկիր տանելու։ Թե դա 35 տարի արտերկրում ես ցուցադրել եմ։ Այդ իմ կոլեկցիան շրջակայել է Գերմանիայում, Ֆրանսիայում, տարբեր երկրներում։ Մարզերը եկեք անկեղծ լինենք, էլի։ Չէ, ես դպրոցականներին եմ դեմ, երեխաների հանճարեղությանը չեմ կասկածում, բայց երեխաներին եմ դեմ զուտ պրոֆեսիոնալ մակարդակ միայն։ Այո։ Արվեստը պրոֆեսիոնալների համար է։ Հա դե Նույնիսկ որոշ պրոֆեսիոնալներ ճիշտ չեն ընկալում արվեստը, չէ։ Ժամանակակից արվեստը ձեռնադրված մարդկանց համար է։ Նրանք պատրաստ պետք է լինեն հասկանալու, երկխոսության մեջ մտնելու։ Ինչ որ այն մեկը գալիս է չի հասկանում։ Թող փորձի հասկանալ։
Շատ լավ, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, Թաթուլ։ Մենք ռադիոլսողին տեղեկացնենք նաև, որ ընկերներ խորագրով ցուցահանդեսը շարունակվում է, դուք կարող եք միայնակ եւ ձեր ընկերների հետ ինչու ոչ այցելել, տեսնել Արման Գրիգորյանի եւ իր ընկերների, իր միջավայրի արվեստը եւ գնահատել, որովհետեւ դա շատ կարեւոր ժամանակաշրջան է առհասարակ մեր արվեստի համար եւ արժե անպայման դիտել, արժե։ Շնորհակալություն, սիրելի ռադիոլսողներ, իմ հյուրն այսօր կոլեկցիոներ Թաթուլ Առաքյանն էր։ Զրույցը վարեց Նազելի Օհանյանը, կհանդիպենք։ Վերնատուն